Սիրելիներս, այս գեղեցիկ կանանչ տեսարանով բոլորից սիրով ողջունում եմ իմ հարազատ դարձած բաժանորդներ ջան։ Թող յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի Աստծո սերը, օրհնությունը, երեխաները լինեն առողջ, երջանիկ։ Եմ քո բոլորիդ ասում եմ բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ես լավ եմ։ Հուսով եմ դուք էլ եք լավ։ Դրել եմ մեկ բաժակ սուրճ, այս գեղեցիկ հինավուրց բաժակով, դուք էլ դրեք ձեր սուրճը, միասին խմենք և մի լավ զրույց անենք։ Այս բաժակը ունի 27-28 տարվա պատմություն, տեսեք, ինքը մալիրովնի է, տեսնում եք ափսեն էլ գեղեցիկ ծաղիկով, իմ հասակակից կանայք կհիշեն այսպիսի բաժակները, այս բաժակը ունեցել է մեկ սկուտեղ, 3 հատ այսպիսի բաժակ իր ափսեով և իր ջազվան։ Այս տարի ամռանը, որ հարսս գնացել էր Հայաստան, սա բերել էր հետը, բայց միայն բաժակները, այս պոտնոցը և ջազվան չէր բերել, չէր գտել ավելի ճիշտ, բերել է ես մեծ հաճույքով այս հիշողության իմ բաժակը, որ մի ժամանակ մոդա էր, բոլորը գնում էին, սիրով ձեզ հետ կխմեմ, դուք էլ խմեք ձեր պատրաստած սուրճը, միասին վայելենք։ Ուզում եմ առաջնահերթ շնորհակալական խոսքս հղել Նազելիին, մեր սիրելի Նազելիին, բոլորը ճանաչում եք վլոգեր Նազելիին, Արտաշատից է, ես էլ եմ Արտաշատից, Նազելին Արտաշատից է, ամուսնացել է Վայքում։ Սիրելիներս, այնքան գոհ եմ Նազելից, իմ առաջի էջը յութուբյան ալիքը որ բացեցի, մի 2 բլոգերի գրեցի, նրանք ինչ չպատասխանեցին, բայց երբ որ Նազելիից իմացա, նա իր վլոգում ասում է, որ ես Արտաշատից եմ, ես դիմեցի, գրեցի, և նա սիրով ինձ պատասխանեց, օй տիկին Մարինե, ես արդեն ասեցի ով եմ, ինչ եմ, անուն, նա ասեց բացեք, ես ձեզ կօգնեմ, և ես սիրով լսեցի Նազելիս, իմ բարի խորհրդատու Նազելիին, նա ինձ ցուցումներ էր տալիս, որտեղ մտնեմ, ոնց տեղադրեմ, ինչ անեմ և ոնց անեմ։ Սիրելիս, կրկին անգամ շնորհակալ եմ, անչափ գրկում եմ քեզ և համբուրում, իմ Նազելի, իմ բարի աղջիկ։ Իսկ որ էջս ջնջվեց, սիրելիներս, չգիտեմ ինչպես եղավ, թե ոնց եղավ, եղավ այն, որ երևի պիտի լիներ, եղավ, ճիշտ է մի քիչ հուսահատվեցի, բայց այս ընթացքում Նազելին ինձ գրեց, թե մենք շփվում էինք անձնական, գրեց, թե ինչ է պատահել տիկին Մարինե ջան, դուք հոլովակներ չեք տեղադրում, ես գրեցի, որ ջնջվել է հոլովակներս, բավականին հետևորդներ ունեի, բավականին տեսահոլովակներ էի տեղադրել, 270-ից ավելի տեսահոլովակներ, ճիշտ է մի քիչ չեմ կարող չանկեղծանալ, շատ տխրեցի, մի քիչ հուսահատվեցի, բայց ներքուն իմ ձայնը Աստված ասեց մի հուսահատվի, նորից տեղադրի, բայց ճիշտն եմ ասում, երկար ժամանակ մի 10-15 օր ոչինչ չտեղադրեցի, երբ որ Նազելին ինձ գրեց, տիկին Մարինե մի հուսահատվիր, տեղադրիր, նոր էջ բացիր, ես նոր էջ բացեցի, նույն անուն ազգանունով, որպեսզի իմ հին հետևորդները նորից վերադառնան, որի համար շնորհակալ եմ ձեզանից, իմ լավ հարազատ հետևորդներ ջան, ձեզ էլ եմ համբուրում։ Եվ այսպես, սիրելիներս, Նազելին, երբ որ իր ուղիղ եթերում ասում էր տիկին Մարինեն լավ պատրաստում է, կարող եք բաղադրատոմսերով օգտվեք, դրա համար էլ եմ շնորհակալ, գիտեք ինչքան նոր հետևորդներ ունեցա, ձեզանից էլ եմ շնորհակալ, իմ նոր հետևորդներ ջան, եղեք առողջ սիրելիներս, շնորհակալ եմ կրկին անգամ Նազելի ջան, իսկ հիմա սիրելիներս ուզում եմ ձեզանից շնորհակալությունս հայտնել, ես ձեզ այնքան սիրեցի, դուք էլ ինձ այս կարճ ժամանակում
իմ հետևորդների բանակը բավականին շատացավ, որի համար շնորհակալ եմ ձեզանից, ձեզ բոլորիդ համբերում եմ, դուք շատ բարի եք, դուք շատ ջերմ եք, մարդկային բարձր հատկություններով օժտված, սիրելիներս, միշտ մնացեք այդպիսի մարդկային հատկություններով, բարի ու անկեղծ բարությունն է հաղթում չարին, չարը այս աշխարհում տեղ չունի։ Դե հիմա խմենք, սիրելիներս, եւ խոսենք նորից։ Հիմա այս պղպեղները տեսնում եք, սա փետրվարի 15-ին թե մինչև 20-ն եմ տնկել, տեսնում եք ինչ լավ, գեղեցիկ, արդեն դարձել է 3-4 թուփ, դաժե 5 թուփ ունի։ Պետք է այսօր ես սրան դնեմ բաժակները, պիծիռովկա անեմ, բայց անելու ենք միասին, ցույց եմ տալու, թե ինչպես եմ ես անում, հարգելիներս։ Իսկ սրանք էլ տեսնում եք, ցույց տվեց, ինչքան գեղեցիկ, լավ դուրս է եկել։ Սրանք դեռ շուտ է, այսօր ջրել եմ, շատ լավ աճում է, հարգելիներս, շատ։ Իսկ այստեղ էլ այս լոլիկներն եմ տնկել, արդեն տեսեք, քրտնում է եւ շուտով սա էլ կծլի, կբացեմ։ Ինձ հարց էին տալի այս ամանները անցքերով է տակը, ոչ, սիրելիներս, եթե ցանում ենք, ես ասեցի, չէ, անցք չենք անում։ Հիմա որ պիծիռովկա անեմ, արդեն բաժակների մեջ դնեմ, բարեկամներս, այդ ժամանակ կծակեմ եւ դու ձեզ ցույց կտամ։ Ինչքան սիրեցիք դուք ինձ, սիրելիներս, կապվեցիք, որ գրում եք, Տիկին Մարինե, որտեղ եք, շատ ման ենք եկել քեզ, այո, բոլորիցդ շնորհակալ եմ, հարգելիներս, շնորհակալ եմ ձեր բարի գրառումների, ջերմ գրառումների։ Իսկ այսօր ես ուզում եմ ձեզ հետ միասին պատրաստել վարսակի փաթիլներով ինձ համար հաց եւ հնդկաձավարով մի փոքր կտոր հավի մսոր սուպ, ապուր, թարմը սամիթով։ Միասին կգնանք խոհանոց, միասին էլ կպատրաստենք։ Պատրաստելուց հետո արդեն պղպեղները կսացիլենք բաժակների մեջ։ Սիրելիներս, ցանեք, երբեք ուշ չի, դուք էլ տեսնում եք, ես բոլորը պատոհանի գոքին եմ աճել։ Ասեմ, որ առաջի բաժակն եմ խմում, հիվանդանալուց հետո, այս վիրուսներից էլ կպան, շատ երկար տևեց, մինչև այսօր դեռ ձայնս չի փոխվել։ Սա էլ այսպես սուրճը խմեցինք, վայելեցինք, իսկ հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ, թե այդ ուլտրամանուշակագույն լույսը ինչքան լավ ազդեցություն է թողում այս վարդի վրա, որը նվեր էի ստացել։ Խնդրեմ, տեսնում եք սիրելիներս կոկոմները։ Լրիվ կոկոմ է։ Խնդրեմ, են հիները արդեն թափվում են, ձեռ չեմ տալիս, տեսեք ինչ փարթամացած, այս գեղեցկուց նայեք։ Ինչ փարթամացած, գեղեցիկ վարդ է դարձել, ամանը փոխել ենք, փոքր էր, տեսել եք ծաղկամանը, իսկ այս շիշով գլխի մասը ծակեր եմ արել, հարգելիներս, ջրում եմ այս սացիլները։ Խոհանոց մազերս հավաքեցի, չեմ սիրում բաց մազերով խոհանոցում աշխատել, անգամ եթե իմ մազերից հայտնվի ճաշի մեջ, ես չեմ ուտի, ամենա այդ զզվելի բանը մազն է, եթե որ ճաշի մեջ հանկարծ երևում է, դրա համար միշտ հավաքած է եւ միշտ գոքնոցը։ Կադրից դուրս հավի միսը լվացել եմ, դրել եմ գազօջախին եփելու։ Մինչև հավի միսը կեփի, ես կպատրաստեմ հացի խմորը։ Առանձնապես այստեղ ոչինչ հարկավոր չէ, վարսակի փաթիլներով հացը։ Տեսեք, ես պատրաստել եմ։ Այս ալյուրն է։ Եվ մի քիչ փխրեցուցիչ եմ լցնելու։ Եփելու եմ այս կեքսի ամաններով, ալյուրը, աղը և
փխրեցուցիչը խառնում եմ իրար, լցնում եմ մի սուրճի բաժակ, եթե ինձ մոտ կեֆիր է, մածուն ունեք, մածուն լցրեց, ինձ մոտ ցածր տոկոսանոց կեֆիր է, ռուսական, խառնում եմ և ավելացնում եմ մի քիչ գոլ ջուր, այնքան որ փափուկ խմոր պատրաստեմ, պինդ խմոր հարկավոր չէ, մի քիչ ջրալի, որ լցնեմ ամանների մեջ, այսպես խառնում եմ, մի քիչ էլ կավելացնեմ, այս ջրի մասան բավական է կեֆիրի հետ, այսպես լավ ծփում եմ, դարձնում եմ կոկ մասա, դուք կարող եք վարսակի փաթիլները գնել և ինքները տաղալ, ես պատրաստի ալյուրը վերցրել եմ, սա կծածկեմ, բերանը կդնեմ մի կողմ մինչև հասունանա, երբ հասունանա միասին կթխենք, միսը եփվեց, քամեցի, նոր կաթսայի մեջ լցրել եմ միսն ու ջուրը, հիմա կավելացնեմ արդեն եփած է միսը, կավելացնեմ հնդկաձավարը լվացած, ոչ յուղ եմ դնել, տեսնեմ եփել է հնդկաձավարը, որ ավելացնեմ մի փոքր աղ և տեսեք յուղ չեմ դնում, այո եփված է, մի փոքր աղ լցնեմ, որ համեղ լինի, առանց յուղի, առանց որևիցե կարագի, հիմա կավելացնեմ ծաղկակաղամբը և մի փոքր էլ վերջում սամիտ, թող սա էլ եփի, արդեն եփավ ապուրը, հիմա վերջում կավելացնեմ մի փոքր ճուղ սամիտ, ձեռքով էլ կտրեմ լցնեմ հենց, սա բավական է, խառնեմ, ծաղկակաղամբն էլ է եփել արդեն, խնդրեմ, բերանը փակեմ, անջատեմ, մինչև հացը կթխեմ, նոր այդ ժամանակ կհանդիպենք, դիետիկ ճաշը արդեն պատրաստ է, հիմա պետք է թխեմ հացերը, ուռչել է, լավ խմորը եկել է, հիմա սիրելիներս պետք է լցնեմ այս կեքսի ամանների մեջ, այս ամանները մաքուր են, ուղղակի որ թխում է, սևանում են իրենք, խնդրեմ, այսպես, շատ լիք չենք լցնում, բարձրանում է, դառնում է թեթև, քանի հատ կլինի, բավական է, թարմը թխում եմ, շատ լավ ստացվում է, ընտիր, այսենց կողքերն են կհավաքեմ, ովքեր դիաբետիկ են, խնդրեմ, դուք էլ պատրաստեք, հացից չի տարբերվում, ավելի համեղ է, քան թե հացը, բավական է հացը ուտենք, մանավանդ սպիտակ, չնայած բժիշկներն ասում են, տարբերություն չկա, սպիտակ ես ուտում, թե սև, միևնույն է հաց է, միևնույն է ալյուր է, իսկ սա վարսակի թեթև, ոնց որ ցորենի վրա է, որ փչում էինք թեփերն է, այդ էլ վարսակի թեփերից է, դիետիկ, լավ, համեղ և կշտացնող, հագեցնող հաց է դառնում, ընդամենը 6 հատ, բավական է, հիմա դնեմ թխեմ, վերջում ցույց կտամ
Մինչ վարսակի ալյուրով հացը կթխվի, ես որոշեցի ցույց տալ հնդկաձավարով, ծաղկա կաղամբով եւ հավի մսով ապուրը։ Այստեղ էլ 1 հատ լոլիկ եւ վարունգ։ Հացն էլ կթխվի 1 հատ էլ հաց։ Սա էլ իմ երեկոյան ճաշը, որ պետք է սրսկվեմ, նոր ուտեմ, սիրելիներս։ Հացը թխվի, հացն էլ ցույց կտամ։ Սա էլ հացը, սիրելիներս, ստացվեց ընտիր, փափուկ եւ համեղ։ Թխեք եւ դուք էլ վայելեք։ Սիրելիներս, դիետիկ ապուրը արդեն պատրաստ է։ Հացը թխեցի, վերջացրեցի, պատրաստ է։ Թե ես ինչպես եմ լցնում բաժակների մեջ եւ շիթիլը դնում բաժակների մեջ։ Անցքեր եմ արել 2 տեղից։ Ահա։ Անպայման անցքով պետք է անեք, որ ջրելուց ջուրը չմնա, չնեխի։ 2 հատ կլցնեմ բաժակների մեջ հողը, ցույց կտամ։ Ահա։ Հիմա ցույց եմ տալիս։ Նույն ձևի հողը թրջում ենք, փափուկ, որ մի քիչ էլ այսպես ջուրը կաթա։ Նույն ձևի, ոնց որ ցանեցին։ Հողը լցնում ենք, լավ սեղմում ենք։ Բաժակները մինչև վերջ չենք լցնում, ուղղակի հողը պետք է սեղմենք, որ ամուր լինի, հետո սացիները սխմել հանելուց չմշրվի թափվի։ Հիմա ես կշարեմ այսպես 2 հատ, ցույց կտամ ձեզ, ձեռքով այսպես սեղմում ենք։ Հարգելիներս, մի հատ էլ լցնեմ, կադրից դուրս բոլորը կանեմ, նոր ցույց կտամ, թե ոնց եմ սացիլը դնում։ Արդեն բոլորդ է պարզ է, թե ոնց պետք է դնեմ։ Մնացածը կադրից հիմա սացիլները պետք է հանեմ եւ դնեմ բաժակների մեջ։ Սիրելիներս, ուրախությունով լինի, դուք էլ ինձ հետ եթե ցանում եք, ձեր բույսն էլ ուրախությամբ դնեք հողը, ուրախությամբ վայելեք ձեր բերքն ու բարիքը, անուշ ուտեք, անփորձանք, թող Աստված օրհնի մեր ցանածը, մեր սացիլածը, 1,000 անի։ Ձեզ էլ նույնն եմ ցանկանում, հələ տեսեք ինչ լավ արմատներ ունի։ Քանի թուփ է, 2, 4, 6, այստեղից էլ բարձրանում են, ու տեսեք, այսպես մատով փոսիկներ ենք անում եւ դնում բաժակի մեջ։ Խնդրեմ, շատ հող չենք լցնում, գիտես ինչու համար, մինչև վերջ հողը չեմ լցնում։ Հետո աստիճանաբար, որ արմատները արդեն կպնեն, մի փոքր կավելացնեմ։ Խնդրեմ, անցք ենք անում, սացիլները դնում ենք արմատով, շատ լավն է։ Այս սորթը քաղցր պղպեղ է։ Հեսա կարդամ, ասեմ, սիրելիներս։ Այս սորթը պադարկ Մալդավիա, քաղցր պղպեղներ է։ Հերթով էլ անելու եմ, տեսեք ինչպիսի արմատներ։ Թող տարին բերքառատ լինի, առողջություն բերի բոլորիս եւ ամբողջ աշխարհին խաղաղություն։ Խնդրեմ, ոչ այստեղ բարդություն կա, ոչ էլ դժվարություն։ Շատ հեշտ եւ հանգիստ ձևով անում եմ։ Ահա, մի քանի օրից հետո ցույց կտամ լավ կարմատակալի, արդեն այս բաժակների մեջ ինքը կկպչի, նոր ես հող կավելացնեմ։ Հիմա բոլորը ես առանց ձեզ տնկեմ, նոր կհանդիպենք։